Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 16753 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 400 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ, 594 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 102 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 753 հանցագործություն, այդ թվում 225 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 66, ֆիզիկական ներգործության 50, խարդախության 45, հոգեկան ներգործության 44, մարմնական վնասվածք պատճառելու 43, անձնական ունեցվածքի գողության 32, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 30 հանցագործություն ևս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 63 հետախուզվող, 4 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 11 դեպք։ 7 օրում գրանցված 108 ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, վնասվածք ստացել 136-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 476 դեպք, 190 արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 98, հրդեհի ծագման սպառնալիքի 32, ճանապարհատրանսպորտային պատահարի 73, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Քրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը. Մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նորնորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը $1000 դիմաց կնոջն ուղարկում է Բելգիա, Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով, սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ անօրինական միգրացիա կազմակերպելու եւ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում, Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն եւ չունենալով ընտերոգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպչագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգման պարզվեց նաեւ, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը մշակում, տեսակավորում եւ իրացնում է։ Դեկտեմբերի 1-ին քրեական ոստիկաններն այցելել են Եղեգնուտ, տարածքում հայտնաբերվեց գործող էքսկավատոր, իսկ տարածքից դուրս տանող ճանապարհին ավազակոպչագլաքարային խառնուրդով բարձված 3 բեռնատար։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով 5 անձ ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են։ Ստուգվել է 1706 մեքենա, ուժեղացուցիչներով եւ խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը արգրավվել են։
Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիո համակարգով եւ կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց։ Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։ Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է։ Ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով բոլոր իրավախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Չնայած պատասխանատվության ենթարկված վարորդների կողմից երբեմն հնչող դժգոհություններին, հանրային անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։ Ուստի հորդորում ենք ինքնակամ հեռացնել ստանդարտին չհամապատասխանող սարքավորումները, այլապես ոստիկանությունը շարունակելու է կիրառել օրենքով սահմանված խիստ վարչարարություն։ Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով արգելվում է լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ, բարձրախոսներ տեղադրելը, օգտագործելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ օգտագործելը։ Նոյեմբերի 15-ից մինչև օրս առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 2459 վարորդ։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ըստ գործող օրենսդրության վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափման պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են եւ չեն համապատասխանում պահանջվող ստանդարտին։ Նոյեմբերի 15-ից մինչ օրս պարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում եւ մարզերում ձմեռային անվադողերի առկայությունը պարզելու նպատակով ստուգման է ենթարկվել 12796 տրանսպորտային միջոց, 2459 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հարգելի վարորդներ, երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։